Դե արդեն ժամն է վերլուծության մեր եթերում եւ ինչպես միշտ դրա համար մենք հրավիրել ենք մեր վերլուծաբան Արմեն Չուբուկյանին, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Դե ավելորդ ասել, որ թեմա 1-ը, համար 1 թեման Վենեսուելան է։ Ես շատ կուզենայի ժամանակ մնալ մի փոքր խոսեինք Իրանում տիրող իրավիճակի մասին, որտեղ իսկապես այդ արքիրն այնտեղ գործողությունները ուղղակի մնաց թվերի տակ այս ամբողջ պատմությունների ընթացքում։ Եվ ո՞նց ես գնահատում Միացյալ Նահանգների այս քայլը։ Փայլուն, այո։ Օպերացիան փայլուն էր, համաձայն եմ։ Օպերացիան էլ ինքն է, տեսեք, եվրոպացիները իրական մտահոգություն հայտնեցին օպերացիայի հետ կապված, իրանց այսինքն որն է հիմնական մտահոգությունը, եթե մենք վերցնենք այս օպերացիայի, որ խախտվել է միջազգային իրավունքը, հա, այդպիսի ձևով հարց չի լուծվում եւ այլն, բայց մենք պետք է հասկանանք, որ մյուս կողմից օպերացիան բավականին հիմքեր ունի, լուրջ հիմքեր ունի օրինական, ինչու՞։ Որտեղ մենք հիշում ենք, որ Պանամայի առաջնորդը ձերբակալվել է 90 թվականին միջից նույն մեղադրանքով տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, միջև նստած է, եթե չեմ սխալվում, ուրեմն եւ տեսեք, դատապարտված է Մադուրոն Միացյալ Նահանգներում։ Այսինքն այս առումով Միացյալ Նահանգները օրինականության հիմքեր ունեին ձերբակալելու Մադուրոին, բայց այո, մենք կարող ենք դեմագոգիայով զբաղվել ինչպես եվրոպացիները, որոնք շատ ուրախ են իմիջայլոց, ոչ մեկ այսպես չդատապարտեց։ Իրանք միայն մտահոգություն հայտնեցին միջազգային իրավունքի վերաբերյալ, որ միջազգային իրավունքը այսպես չի կարող լինել, այսինքն միջազգային իրավունքը խախտվում է, այսպես չի կարելի, ով ուզի այսպես հարցեր կլուծի եւ այլն։ Իսկ 14 թվականին ինչ տեղի ունեցավ, 2008 թվականին ինչ տեղի ունեցավ, այդ միջազգային իրավունքը որ թվականից չի գործում արդեն։ 2008 թվականին Ռուսաստանը որոշեց, որ պետք է մտնի Վրաստան։ Լավ, էդ էլ մի կողմ, 14 թվականին որոշեց, որ պետք է Ուկրաինայից տարածքներ կողքի։ Այո, բայց դա արդարացում չի։ Դա նշանակում է քո ասելով, որ ինչ որ Ռուսաստանը անում է, բոլորը կարող են անել։ Չէ։ Արդեն խախտվել է միջազգային իրավունքը, սա էր ինչ որ զգուշացնում ենք։ Հիմա տեսեք, այստեղ կա նյուանս։ Միջազգային իրավունքը խախտողները, որ փորձում են խախտել միջազգային իրավունքը, շարունակում են իրենց ծև գործը։ Օրինակ, սա կապված է իրան հետ։ Տեսեք, Մադուրոն կարևոր օղակներից մեկը էր նույն ռուս-ուկրաինական պատերազմի հետ ինքը կապված էր նրանով, որ ինքը սնուցում էր այն բևեռը, որը սնուցում է ռուս-ուկրաինական պատերազմը, կոպիտ ասած, հա։ Ինքը պաշտպանում էր այն երկրների հետաքրքրությունը, որոնք փորձում են փոխել միջազգային իրավունքը։ Ինքը Ռուսաստանի դաշնակիցն է ռազմավարական, Չինաստանի եւ Իրանի։ Ընդ որում, ավելին ձեզ ասեմ, Հեզբոլլահը գրասենյակ ունի Վենեսուելայում, Համասը գրասենյակ ունի Վենեսուելայում, հասկանում եք, այսինքն ամենբոլորը իրար հետ փոխկապակցված են եւ Իրանի ուրեմն ոնց էր կոչվում դրանց բանակը, հեղափոխության պահապանների կորպուսը ներկայացություն ունի ուրեմն Վենեսուելայում, նավթի ստվերային բիզնեսով սնուցում էին նույն այդ կազմակերպությունները, Համասը, Հեզբոլլահը եւ այսպես շարունակ։ Գիտեմ, ինժեներ Թուրքիան էլ է այդ շղթայի մեջ, Թուրքիան էլ Համասի առաջնորդների բարեկամների հետ բիզնեսներ ա դրել Թուրքիայում։ Հիմա տեսեք ինչ է կատարվում։ Իրականում այն ինչ որ անում է Թրամփը փորձում է պահպանել գոյություն ունեցող միջազգային իրավունքը, այսինքն մենք պետք է մի բան հասկացանք, գոյություն ունեցող միջազգային իրավունքը հենց Միացյալ Նահանգներն է ստեղծել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հա, եվրոպական դաշնակիցներից, բայց հասկանում եք, որ թելադրողը Միացյալ Նահանգներն է եղել։ Եվ ինքը հասկացավ, որ այսպես շարունակվել չի կարող, բոլորը լկտի անում են, ով ինչ ուզում անում է, ուրեմն Իրանի հետ ինչ որ Ռուսաստանի հետ ինչ որ գործարքներ, ինչ որ Չինաստանին նավթեր, ստվերային, էժան, չգիտեմ, եւ այդ ամբողջ գումարների ինչ որ տարբեր մարտիկ են խար կոռուպցիոն սխեմաներ, որոնք գնում են սնուցում են Միացյալ Նահանգների թշնամիներին։ Եվ այստեղ մի պարզ բան է հայտ գալի, եթե ինքը Միացյալ Նահանգները դեմը չի առնում այս ամեն ինչի, ուրեմն այդ ամեն ինչը ուղիղ սպառնալիք է Միացյալ Նահանգներին։ Հիմա տեսեք, առաջինը ինչ պետք է աներ, ԱՄՆ-ն պետք է մաքրեր իր փորի տակը, կոպիտ ասած, հա, այսպես ասենք, հա, այսինքն իր տարածաշրջանը։ Երկար ժամանակ Միացյալ, տեսեք, հիմա հասարակ օրինակ բերեմ ձեզ։ Օրինակ, Ռուսաստանն ինչ է ասում, ասում է, Ուկրաինան չի կարող լինել, հա, ասենք ՆԱՏՕ-ի անդամ եւ այլն։ Այս պատերազմը հասկանում եք, չէ՞ ինչի համար է, որ Ուկրաինան Ռուսաստանի ազդեցության գոտի պետք է լինի, որտեղ դուք պետք է հաշվի առնեք մեր իրավունքները, Ռուսաստանի իրավունքները, դուք պարտավոր եք հաշվի առնել, որ Ուկրաինան իմն է, չէ՞, համաձայն ենք, չէ՞, թեզի հետ։ Ահա։ Բա ոնց էր տարիներ շարունակ Միացյալ Նահանգները Կուբա հանդուրժում, կարող ենք օրինակ
Փորիտակա, չէ՞, կպածը։ Ոնց տարիներ շարունակ Միացյալ Նահանգները չէր մտնում ու Կուբան չէր գրավում, չէր ասում, ոնց ի՞նչ կոմունիստական Կուբա։ Կուբան գրավելը քանի վայրկյան կտևի Միացյալ Նահանգների համար։ Փորձեցին չստացվեց։ Չէ, Ուկրաինայի չէ, իհարկե չէ, CIA հատուկ օպերացիաներ, որը տապալվեց։ Այո, կարող է այդպես մարդ վերցնել, բայց չէ, նկատի ունեմ, եթե փորձեին այդպես լայնամասշտաբ հարձակում իրականացնեին Կուբայի վրա, քանի ժամ կտևեր Կուբայի գոյությունը, հա։ Հետևաբար տեսեք, հենա տեսանք, այսօր խոսենք, Կուբայի բաններ, լավագույն սպեցնազներ պաշտպանում Մադուրոին, հա։ Այսինքն տեսեք, Միացյալ Նահանգները երկար ժամանակ թույլ էր տալիս, որ իր փորիտակ աճեն Կուբան, որը Իրան թշնամի էր համարում Միացյալ Նահանգների հետ, Վենեսուելա, որը թշնամի է, Կոլումբիա, որը թշնամի է, եւ այսպես շարունակ, հա։ Բրազիլիան, որը արդեն սկսեց փոխվել, տատանվել, գնալով ամեն ինչ թեքվում էր գործող միջազգային իրավունքի դեմ եւ սկսում էր ուժի իրավունքը։ Եվ ահա, այստեղ ինչն է կարևոր, Պանդորայի արկղը բացեց Պուտինը։ Եվ Սի Ցզինպին կոչված կոմունիստը, որը փորձում էր Պուտինին սնուցելով միջազգային կարգը փոխել իր օգտին, հա։ Եվ ինչ Միացյալ Նահանգները մի բան հասկացան, սրանց առանց պատժելու հարց չի լուծվի։ Գնալով այս process-ը խորանալու է։ Եվ ինքը ուղակի իմիջիայլոց Վենեսուելան շատ կարևոր կետ է, դուք լսեցիք Թրամփը ինչ հետաքրքիր բան ասեց վենեսուելական նավթի ուրեմն շնորհիվ է Կուբայի տնտեսությունը գոյատևել, հա, եւ ես կարծում ասեց, եթե վենեսուելական նավթը չգնա Կուբա, Կուբան շատ շուտով կտապալվի, հետաքրքիր բան ասեց, տեսնենք հասկանանք ինչ է տեղում։ Այսինքն տեսեք, Պուտինը ինչ ասեց, ուժով կարելի է աշխարհում հարց լուծել, ուրեմն ես կվերցնեմ Կիևը 3 օրում, հետո կնստենք կպայմանավորվենք իմ հետ, որտեվ ես եմ ուժեղը։ Բոլորը ձեն չանեցին, ասին լավ դե եկեք պայմանավորվենք։ Թրամփը եկավ, բանակցեց, չստացվեց եւ անցան գործի, ասին դե որ տենց Կիևը 3 օրոմով է, եթե աշխարհի ձևը տենց է դարձել, ուրեմն դուք ունեք հնարավորություն կարաք մտնեք ձեր հարևանին, ուրեմն սենց անեք։ Դե հիմա կտեսնեք ես ինչ կանեմ։ Ու դուք պետք է նստեք ու հիմա հաշտվեք այն իրականության հետ, որը կա։ Այսինքն սա Թրամփը չի արել, Պանդորայի արկղը բացել է Պուտինը, Իրանն է բացել, հա, Իմիջիայլոց Թուրքիան է բացել Հայաստանի հետ պատված նաև իրադարձությունները։ Հետաքրքիր էր, որ ասեց, որ այո, պայմանավորված եղել է, որ հանձնեն Թուրքիային, կգնա Թուրքիա, Մադուրոն։ Այո, ոչ միայն Թուրքիան, այնտեղ տարբեր երկրներ չի նպատակել։ Այո։ Թուրքիան պիտի իրան ինչի համար ոնց ուրեմն մի բան կա։ Դե բնականաբար, որտեղ իրանք իրականում Թուրքիան գիտեք երկու բևեռների հետ է խաղում, ու շատ ակտիվ էս բևեռի հետ էլ է խաղում։ Այստեղ մի բան էլ կա, Արմեն, հարց էլ կա, որը մեղադրում են պարոն Թրամփին, ասելով, որ նման գործողությունները, երբ որ արտասահմանում զորք այչնում էր, ոտքը կպնում այնտեղ, սենատի թույլատվությունը պիտի լինի։ Ինքն էլ պատասխանը շատ հստակորեն ասեց սենատ is leaking ասեց, այսինքն տախտիկները փախչում են սենատից, դրա համար էլ ասեց սենատին չենք ասել, բայց հենց վերջացրեցինք, ներկայացրինք։ Սա ոնց է աշխատում, որ ներամերիկյան օրենքների բանով այսինքն։ Որպեսզի մեր ռեժիսորը չջղայնանա թողարկող, հա։ Մենք երկրորդ մասից այդտեղից սկսենք շատ հետաքրքիր հարցեր տալ։ Գովազդ վերադառնանք ու կշարունակենք։ Քո տոնը սկսվում է այստեղ։ Cosmo Palace, ընտանեկան բոլոր միջոցառումների իրական կենտրոն։ Վայր, որտեղ հայկական ջերմությունը միահյուսվում է եվրոպական շքեղությանն ու նրբագեղությանը։ Հայտնի եւ սիրված երգիչ-երգչուհիներ, լավագույն շոումեններ, որոնք ձեր երեկոն կդարձնեն իսկապես անմոռանալի։ Համեղ եւ տարբերվող խոհանոցի ներդաշնակություն հարիր միայն բարձրակարգ ճաշակին։ Անզուգական սրահին կից Hookah Lounge Patio, լավագույն եւ ռոմանտիկ երեկոներ բաց երկնքի տակ։ Սա պարզապես ռեստորան չէ, սա Cosmo Palace-ն է։ Շարունակում ենք զրույցը վերլուծաբան Արմեն Չիբուխչյանի հետ, Արմեն կանգնեցինք հիշում ես։ Այո, շատ կարևոր հարցեր է։ Տեսեք, այստեղ կա նյուանս։ Միացյալ Նահանգները կոնգրեսից թույլտվություն պետք է վերցնի այն ժամանակ, երբ որ իրականացնում է պատերազմ։ Այսինքն սա պատերազմ չի, դրա համար հատուկ Ռուբիոն է շեշտեց, սա պատերազմ չի, սա ռազմական գործողություն չի։ Գիտեք սա ինչ է։ Հենց հետա ոնց կանվանես, որտեղ ռազմական գործողության համար արտասահմանում պետք ունես սենատի։ Այո։ Գիտեք ոնց, տեսեք, օրինակ ինչի Պուտինը չի հայտարարում պատերազմ, չէ, որտեղ դա այլ ռեժիմ է։ Պատերազմի ժամանակ պետք է հայտարարել պատերազմական իրավիճակ, համապատասխան բաներով, համընդհանուր մոբիլիզացիա։ Հետևող բոլոր։ Այո, եւ դրա համար ինքը հայտարարեց հատուկ ռազմական օպերացիա։ Սա ուղղակի իրանց հատուկ ռազմական օպերացիա պետք է 3 օրը մնաց 4 տարի է տևում։ Ամերիկացիները կես ժամից մի ժամ տևեց։ Այդ է խնդիրը, որակն է խնդիրը։ Հասկանում եք։ Այսինքն եւ հիմա Արմեն միջև շարունակել, սա էլ է պատգամ ամբողջ աշխարհին, չէ՞, տեսեք մենք դուք ով եք էլի, պարզ ասեց, Ռուբիոն ասեց, սա մեսիջ է ամբողջ աշխարհին, որովհետեւ դուք հասկանաք, որ մենք ուղղակի խաղեր չենք խաղում, երբ որ մենք մի բան ասում ենք, մենք անում ենք, եւ կարող ենք անել, եւ կարող ենք անել, այո, բարձրագույն մակարդակով, այո, եւ Ամերիկան ցույց տվեց, որ եւ պետք է ցույց տալ, որովհետեւ շատ էին արդեն երես առել, շատ էին երես առել այդ դիկտատորները եւ այլն։
Եվ այստեղ տեսեք, դե ինչքան մենք խոսանք Տրամփի, ասենք քաղաքականության մասին, մենք էլ բաներ կա համաձայն ենք, բաներ կա համաձայն չենք։ Անգամ տեղեր կա, որ ավելի շատ համաձայն չենք, քան համաձայն ենք, բայց մեր խնդիրը չի անձերին գովալը։ Այն ինչ որ հիմա արեց Միացյալ Նահանգները, իմ կարծիքով Միացյալ Նահանգների շահերի համար ուրեմն դա ուղակի պարտադիր էր, ուղակի անհրաժեշտ էր, որպեսզի ցույց տա, որ ուղակի, որտեղ գիտեք, մի պահ արդեն տպավորություն որ Տրամփը մենակ խոսում է, տեսեք արդեն վտանգավոր իրավիճակ էր Թայլանդի, ուրեմն եւ ուրեմն Կամբոջայի, ասում մոռացա Թայլանդն ու Կամբոջան էին, այո, կներեք եթե բայտակ մտքից թռավ, ուրեմն պատերազմը նորից վերասկսվեց, հա, ուրեմն չգիտեմ եւ ասենք այնտեղ Կոնգոն, Ռուանդան նորից սկսեցին, հա։ Իդի միջալից Հայաստանի մասով էլ էր թեժանում, Իրանը սկսեց ելույթներ ունենալ, տեսակ։ Իսկն աստիճանաբար այս process-ը Տրամփի հեղինակության վրա ազդում էր եւ տարբերակ չկար։ Իդեպ ասեմ, սա շատ լավ է նաեւ Հայաստանի այդ process-ի համար։ Ինձ թվում է սա վերաբերում ամբողջ աշխարհի քաղաքական կլիմային, էլի, ամեն ինչ փոխվում է։ Սա Հայաստանի համար փայլուն բան էր, որտեվ եթե Տրամփը վերցնում է թրիփը եւ Տրամփը չունի հեղինակություն աշխարհում, հասկանում ենք, չէ՞, ինչա կատարվում։ Կարևոր բան է։ Եվ տվյալ պարագայում ռազմական գործողություն չէր սա կարելի, հատուկ ռազմական օպերացիա էր, որի համար ինքը պետք չունի կոնգրեսին դիմել, որտեվ դա արվում է շատ արագ, շատ կոնկրետ եւ չի ոչ չնայած ասեմ, այստեղ մի բան կա, որ Ամերիկան հայտարարում է, որ այնտեղ դեռ զորք ունեն։ Չի ասում որտեղ, չի ասում, ասում է դեռ ներսում զորք ունեն, հետաքրքրական բան է միջալցում սա, որ ներսում զորքը պահել են, ինչ որ մի մասը, այսպիսի բան կա։ Իսկ օպերացիան, իդեպ Տերենիկը մի քանի անգամ նշեցին, մենք ընդմիջմանը խոսում ենք, թե ինչ փայլուն կատարում էր սա, ուրեմն ասեմ հետաքրքրական բան, ուրեմն իդեպ այդտեղից ինչ որ մի բան էր, սխալ թարգմանություն էր գնացել, ուրեմն որ ինքնաթիռ է խփվել, ես էլ իմիջալուց ուղղաթիռ իրականում ուղղաթիռ է ուզում ասել, ես էլ իրականում իմ բայց չի կորցել թրջելու հատկությունը եւ մասնակցել է միջև մի սխալ թարգմանությունից այսպես գնացել էր, ուրեմն ես ուրեմն ամբողջը չէի հասցրել օրիգինալը դիտել, ես էլ ուրեմն այդպես տարբեր տեղեր ուրեմն ուսումնասիրեցի եւ ես էլ իմ եթերում ասեցի ինքնաթիռ, բայց ինքնաթիռ չի ուղղաթիռ է, ես էլ դա ուզում ասեի, ընդհանրապես մի ուղղաթիռ է խփվել, բայց էլի ասում ինչ ասում են flyable, այսինքն թռելա հասելա տեղ իր ասում ոտով ձեռով եւ ոչ մի զո հետաքրքրական մի բան, ուրեմն Մադուրոյի անձնական թիկնապահները երեխել են Կուբայի հատուկ պատրաստված մարտիկներ, կուբացի։ Այսինքն տեսեք, կա չէ՞ որ Վատիկանը օրինակ Պապի անվտանգությունը շվեյցարական, այո, բանը։ Հիմա իսկ Մադուրոյին է պահպանել, որտեղ Կուբայի հատուկ ջոկատայինները, այսպես հատուկ պատրաստված մարտիկները համարվել են լավագույնը Լատինական Ամերիկայում եւ Մադուրոն վարձել է նրանց եւ բավականին լավ վճարել է տարիների ընթացքում, որպեսզի պահպանի Մադուրոյի անվտանգությունը, հա։ Ուրեմն մտել են 38 հոգու ոչնչացրել են, ուղակի Սենց մի անգամից 38 հոգու չտալով գոնե մեկ զոհ չտալով Մադուրոին վերցրել են տնից, Տրամփը պատմում էր, ասում է հասել էր դռանը, բայց դուրը շատ ծանր էր։ Ես ենթադրում եմ, որ հատուկ այդ պալատի մեջ ինքը ունեցել է բունկերային մուտք, որտեղ ինքը որտեղից կարա մտնի ու մյուստեղից դուրս գա, փորած տեղ ունեցել։ Եվ իդեպ Տրամփը եւ գեներալները ուղակի լայվ բանով նայում էին թե օպերացիան ոնց է ընթանում։ Այդ իրենց դրաբաներն են, կամերաներով փոքրիկ, ասում են որ լայվ շոուն են պատկերացնում։ Իր համար դա լավ։ Հա, եւ մի բան էլ ասեմ, եւ եթե հասցնենք երկու բառ իրանից խոսենք, շատ իրանից շարունակումով ահնեմ լիսոն կարող եք խոսել, ուրեմն սա շատ հետաքրքրական ուրեմն իրավիճակ է ստեղծում նաեւ հարավային Ամերիկայում, Տրամփը սպառնաց ուրեմն Կուբային արդեն, ստրպառնաց Կոլումբիային արդեն, սա պետք է շեշտենք։ Կոլումբիայի նախագահին ասեց ինքը վատ գործով է զբաղվում թմրանյութը արտահանում, բայց ասեց ինքը շատ չի կարա երկար դա անի, լրագրողը օթանավում էր։ Լրագրողը ուրեմն հարց տվեց ուրեմն եւ այսպես պատասխանը հնչեց ուրեմն որ ես ասեց ամերիկյան զորք պատրաստում եք Կոլումբիա մտցնել, ասեց ինձ համար դա վատ սցենար չի, ասեց վատ բան չի դա իմ համար եւ այս գայթակղի չի հնչում եւ ուրեմն Կուբայի մասով էլ ասեց որ իմ կարծիքով Կուբան բան կանի ֆեյլ բառ օգտագործեց կփլուզվի, այո, եւ այսպես շարունակ։ Իդեպ հետաքրքրական մի բան է, ասում է երբ որ փորձում են ոչ օրիգինալը, երբեմն ժամանակի սղության պատճառով, երբ որ ասենք մի ժամ կամ 2 ժամվա բան է լինում եւ փորձում ես ասենք փնտրել
եւ բան անել, ուրեմն միշտ թարգմանության ժամանակ մի բան սխալ ալնում, ասենք ուղղաթիռը ինքնաթիռնացում, ել չեմ ասում, որ ավելի իմաստային սխալներ կա։ Եվ ցավոք սրտի սա էլի խոսում է այն մասին, որ նորից ասենք չես կարող վստահել ոչ հայկական մամուլին, ոչ ռուսական մամուլին, ոչ ռուսախոս ընդհանրապես մամուլին, ցավոք սրտի, այնտեղ մի բան պետքա լինի, յամը միշտ պետքա օրիգինալը դիտել, որպեսզի հասկանալ իրականությունը։ Ունենք մի 2 րոպե Իրանից խոսենք։ Առաջին ուզում եմ հարցնել Արմեն, որտեվ Իրանում մի 2 նման, եթե չեմ սխալ, 2 անգամ ժողովուրդը ոտքի կանգնեց բան եւ այդպես էլ ոչինչ չստացվեց։ Այս անգամ ավելի ռեալ է թե ոնց։ Տեսեք, Իրանում կա մի հետաքրքիր իրավիճակ, ուրեմն Իրանում կան բավականին մեծ փոքրամասնություններ կոչվածները, օրինակ արաբներ, ադրբեջանցիներ, քրդեր, չգիտեմ, այնտեղ իրանց են, չգիտեմ, Աֆղանստան, պակիստանցի, չգիտեմ, ինչեր հանվանող հայեր, դե հայերը չունեն այդպիսի բան, բայց ուրեմն մեծագույն մտահոգությունները, որ Իրանի ժողովուրդը ունի, տեսեք, այնտեղ ուրեմն պակիստանյան խմբավորումներ կան, որոնք բաժանված են, աֆղանստանյան խմբավորումներ կան, որոնք սահմանների հետ գործում են եւ այսպես շարունակ, եւ տարբեր, չգիտեմ, բելուջիներ, բան ինչ ասես չկան այնտեղ, այդ բանը Իրանում։ Շատ խառը բնակչություն ունի Իրանը։ Եվ Իրանի ժողովուրդը տարիներ շարունակ միշտ պահանջել է բարեփոխումներ, երբ որ դուրս է եկել փողոց, ոչ թե պահանջել է փոխել Խամենեին, բայց աստիճանաբար վերջին տարիներին, հենց եմ ասում։ Ինչի, որովհետև իրանք հասկացել են, որ ադրբեջանցիների մի մասը ուզում է միանա Ադրբեջանին, իր իմիջիայլոց հետաքրքրական բան է, որ շատ են խոսում այդ մասին, բայց ես շփվեցի որոշ իրանցիների հետ, հենց իրանցիների հետ, եւ իրանք համոզված են, որ ոչ բոլոր ադրբեջանցիներն են ուզում միանալ, բայց բավականին, եթե ոչ կեսը առնվազն ուզում է միանալ Ադրբեջանին։ Այլ հարց է, որ նրանց կեսը միանա Ադրբեջանին, իր հավալիևելի նախագահ չի լինի, որտեղ իրանք կորոշեն, այդտեղ հարցեր կա, Ադրբեջանը ուզում արդյոք այդքանը միացնի, թե չէ, դա իրանք 15 միլիոն են մոտավորապես, հա։ Բայց առնվազն կեսը ուզում է միանա Ադրբեջանին։ Արաբներ կան, որոնք իրենք պատկերացնում են, ասենք, առանձին պետություն կամ միանալ որևէ արաբական պետության, հա, այսպես ասում եմ։ Մենք այդ մասին, այդ ներքին խնդիրների մասին շատ չգիտենք, մենք իրանագետ չենք, պետք է մի ամբողջ պետություն է, պետք է խորանաս իրանագիտության մեջ, որովհետեւ մենք ուղղակի ինչն ենք կատարում, մենք փորձում ենք հավաստի աղբյուրներից ճշտենք պատկերը ստանալու համար, ասենք, որովհետեւ դու չես կարող լինել ամեն ինչ, համ իրանագետ, համ, չգիտեմ, ռադիացիոն քամիների մասնագետ, չես կարող այդ փորձես մեր մասնագիտությունը փորձել այսպես հավաքել հավաստի աղբյուրները, հասկանալ, որ նա ստուգաբանություն անել եւ փորձել վերլուծություն ներկայացնել, արդեն քիչ թե շատ հավաստի ուրեմն փաստերի վրա։ Եվ այստեղ տեսեք, կներեք ձեր հարցի պատասխանը, առաջին անգամ է, այսինքն առաջին անգամ չասենք, արդեն վերջին տարիներն եւ հիմա ուժեղացել է լոզունգը մահ Խամենեին։ Այսինքն կարծես թե երբ որ Իրանի ժողովրդի մեջ հասունանա այդ բանը, որ իրանց համար արդեն մեկ այդ վախերը, որ սերմանել է հենց նույն Խամենեին, որ եթե մենք հիմա գնանք իշխանությունից, միասնությունը կքանդվի։ Այսինքն իրանք այնպեսի վախեր դիկտատորների բաներն է սովորաբար։ Եվ այս անգամ կարծես թե աշխարհագրությունը ընդլայնվում է թեժ process-ներ է, բայց կարևորը եւ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների մեսիջն է։ Ուրեմն ավելին ասեմ, կան տեղեկություններ, որ Իրանի ժողովուրդը սպասում է, որ Իսրայելը հիմա հարված պիտի հասցնի Խամենեին կամ նույն Մադուրոյի բանից միջել շատ ոգևորված է։ Լավ, շնորհակալություն Ես շնորհակալ։ Այսքան այսօրվա համար կհանդիպենք վաղը, միշտ տեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։